սկսել Սամոսեքին կարերով, որ ասեն աղագեցեք դերոջը ով բոլոր երգիր, զարայեցեք դերոջը ուրախությամբ, անոր արջև գեցեք ցնծությամբ, աղոթենք։ Երտնավոր հայր, քու արջևդ գգենանք այս հարության արավոտուն հիշադագի ադեն ցնծությամբ կգենանք, որովհետև տուն քու աստվածային զորությունը կործածելով Դեր Հիսուս Քրիստոսի հարություն առնել դվիր։ Գաղոթենք, որ այդ զորությունը այս բահուն մեր մեջ գործե և մեր մտքին մեջ, սրդին մեջ եղած բոլոր վախերը, գասկածները փարադե, ինչպես քու աշակերտներուդ սրդին մեջ եղած վախերը, գասկածները հարության օրը փարադեցան և անոնք դարձան քաչ վգաներ քու աշխարհին բերած փրկությունդ վգայելու համար։ Օգնե որ այս պաշտամունքը ծառայե այդ նպատակին սրբազան նպատակին առաքելության համար, որ տուն դվիր քու եկեղեցիդ, որպեսզի եկեղեցին անգամ ևս զորավոր հավատքով և համոզումով գարենա հռչակել Դեր Հիսուս Քրիստոսի հարության իրականությունը և անոր զորությունով գարենա աշխարհի մեջ մեղավորներու փրկության համար աշխատանք տանել և քու թագավորությունը առաջ տանել։ Տուն օրհնե այս պաշտամունքը, օրհնե բոլոր մասնակցողները և ծառայողները, ներկաները և բացակաները և տուն փառավորվիր մեր այս պաշտամունքով Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Քրիստոս հարյավի մերելոց Աստծո պարգուտան, որ մեզ եդեգարու եղբայր Սուլահյանը Արլույս սիրելիներ, Պարգուտան Աստուծո, որ դարիմը ևս մեզ բահեց, բահբանեց իր ողորմությունը և օրհնությունները վայելեցին, եկածինք այսօր անգամը ևս բաշխելու մեր հարության դերը, Փառք իր սուրբ անվան Պողոս առաքյալ գսե, եթե Հիսուս հարություն չառներ, մենք ամենի խղճալի մարդերը գիտելային, կնալալ նույնիսկ քրիստոնյա մինչև մաչի մնալ, բայց Պարգուտան երանելի ենք, որ դերը հարություն առավ, և մենք կբաշխենք կենդանի Աստված, և ոչ թե միան կենդանի ալ մեր մեջն այսօր կբնակի մեր սրտերու մեջ, մեր մտքերու մեջ և մեր հոգիներու մեջ, և միան հոս չի վերջանալ ճշմարտությունը, ալ կսպասենք երկրորդ քալուստը, որտեղ արդեն պիտի տեսնանք մեր դերը և հավիտյան պիտի վայելենք իր փառքը, հալելույա։ Երգենք առաջին երգը թրված քերեզման Հիսուս փրկիչին։ Երգենք երեք համարները երկացեն շերտերտիկներու մեջ ողիսերին։ Թրվածի քերեզման Հիսուս փրկիչին կսպասեր արգվան Հիսուս Տերին քերեզմանը արյանան հաղթեցի դաշնամիներուն վրա արյավ աղթեց հավարի դերության Նավի որդիր է սրբոց է թավիկյան նահարյան, հալելույա, Տեր արյան Սիրուր հսկե շին
Հիսուս բարգիչի Ողրեցան օրնիքեր Հիսուս ների Կերեսմաներ արյավնա հատեցի տշնամիներու վրա Արյավ և աղտեց խավարի դերության Գաբրի որդիր է սրբոց է թավիկյան Նա հարյավ, հալելույա, գերհարոյավ Գներեք չգարաջ չսկսել նսին երկերուն պարերը չեք հնենք, ուրեմն ինչ որ ես նգարած եմ ուրիշ երկարանի պարերը շատ ներողամիտ կնանք հաջորդ երկերը կպորցեմ որ նոր թղթիգեր Հայրույս ես, Հրիստոս արյավ իմ միանոց։ Պարկուդան աստուզո, աս սուրբ տերունական օրվան համար, ես ալ անցան պարկուդան աստուզո, աս արետին համար։ Իդե խնդրեմ, որ ծեր ասվադաշունչերը եթե հետագիտ է, ուգաս ավետարան 24-րդ գլուխը պանակ, Խնդրեցին, որ անունս ասեմ, իմ անունս Կոկո է Դերգարաբեդյան, ես հայ եղբայրության ասվարաշունչի եկեղեցին անդամ եմ, նորեն գսեմ, ուրախ եմ և պարկ ուրամ ասուզո ասարիքին համար, իդե խնդրեմ, որ հաջիս ձեր սուտ կինքերը պանակ ուգասու ավետարան 24-րդ գլուխ, 13-33-րդ համարներն է, բայց Իդի չի գարտանք, բավական երգան համարներ է և ծեզի շատ ծանոտ բատմուչում մն է, թեպ մն ասիգա, ուր Հիսուս երկու աշակերտներու կհանդիպի Էմավոսի ջամփում վրա։ Լավ, նախքան համարին երթալու Քրիստոսի հարությունը հիմնական թեպ մն է քրիստոնեական աստվածաբանության որ կմատնանշ է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան վրա և անոր աստվածային բնություն ունենալը։ Քրիստոսի հարությունը գլխավոր դեր կգրավ է քրիստոնեական վարտաբերության, հաստատելով Հիսուսի աստվածությունը և անոր ուսումներուն ճշմարիտ ըլլալը։ Քրիստոսի հարությունը կվավերացնե Հիսուսի ինքնությունը իբրև Աստծո որդի և մարդկանց փրկիչ, ապահովելով հավատացյալներուն հավիտենական կյանք ունենալու վստահությունը։ Եթե Քրիստոս հարություն արած չըլլար, հավիտենական կյանքի հույսն պիտի չունենային։ Պողոս առաքյալ գսե, եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր քարոզությունը բարավ է ու ծեր հավատքն ալ բարավ է։ Քրիստոսի հարությունը իրականություն է, և Պողոսի քարոզությունը բարավ չէ։ Սակայն հարցը իմ հավատքս է։ Ես որքանով կհավատամ Քրիստոսի հարության։ Իմ հավատքս ինչի վրա հիմնված է։ Որովհետև հարության ճշմարտության հավատալը և իմ կյանքիս մեջ անիկա իրականություն ըլլալը շատ վճռական է, որպեսզի Երուսաղեմեն չի հեռանամ։ Հարության օրն էր, գեսօր է ետքեր, աշակերտներեն երկու քյուղ գերտային, Երուսաղեմեն 7 մղոն անտին, Էմավոս կոչված։ Անոնցն է մեկ հատին անունը Ղեոփաս էր, մույսը չենք գիտեր։ Մինչ իրարու հետ կխոսակցեին կալելով, Հիսուս ինքն անոնց հետ կկալե և կսկսի մոդենալ անոնց և կսկսի անոնց հետ երտալ։ Աշակերտները Հիսուսը չջանցան, որովհետև անոնց աչքերը բռնված էին Աստծմեն։ Հիսուս հարցուց անոնց, ինչ են այդ խոսքերը, որ կալելով իրարու հետ կխոսակցիկ և դրդմածալ եք։ Անոնք զարմացան, թե ինչպես Հիսուս Երուսաղեմի մեջ է և դեղյակ չէ, ինչ անցած դարձած է այդ օրերում։ Եվ երբ Հիսուս հարցուց, թե ինչ եղավ, անոնք ալ իրեն պատմեցին Նազովրեցի Հիսուսի մասին, թե Աստծո և ժողովրդին առջև խոսքերով և գործերով զորավոր մարգարե մներ։ Քահանայապետները և իշխանները խաչը հանեցին զինքը, հուսային, որ անիկա էր, որ Իսրայելը պիտի ազատեր։
եւ որ մի քանի գիներ եւ ուրիշ քանիներ քերեզմանը կացին եւ անոն մարմինը հոն չկդան։ 25-րդ համարի մեջ կտեսնենք Հիսուս կհանդիմանե զանոնք ասելով ով անմիտներ եւ թուլասիրտներ հավատալու այն բոլոր բաներում որոնք մարգարեները խոսեցան թե Քրիստոս պետք էր որ այս չարչարանքները գրեր եւ իր փառքը մտներ։ Ու սկսավ մեկնել Մովսեսին բոլոր մարգարեներն ինչ որ իրեն համար գրված էր։ Երբ մոտեցան այն գյուղին, ստիպեցին որ Հիսուս իրենց փողը գնա։ Երբ անոնց հետ սեղան նստավ, Հիսուս հացը արավ, օրտնեց, գդրեց, դվավ անոնց, այն ադեն անոնց աչքերը բացվեցավ։ Ուզինք ճանցան եւ ինք անոնց մե աներևույթ եղավ։ Աշակերտներուն իրավիճակը այս երկու աշակերտներուն։ Աստվածաշունչը գսե թե այս երկու աշակերտները հուսախապ ետ կդառնային դեպի իրենց գուները, իրենց ծննդավայրը, դեպի Գալիլեա, Երուսաղեմի հերու։ Լուկաս ավետարանիչին համար Երուսաղեմին որքան կհերանաս, Աստծո թագավորությունն կհերանաս։ Երուսաղեմի որչափ կմոտենաս, Աստծո թագավորության կմոտենաս։ Դերակցությունները, որոնք իրենց հասած էին Հիսուսի հարության մասին այս աշակերտներուն, գտվեր թե դադարք արասվելներ էին։ 3 օր է Հիսուս հարություն արած է։ Եթե հարություն արած է, ուր է։ Այո, զարմացած էին, երբ գիները եւ ուրիշներ եկան եւ ասին թե անոր մարմինը քերեզմանին մեջ գտած չէին։ Գիները հրեշտակներու դեսիլ կար դեսած էին, որոնք ասած էին թե անիկա ողջ է, բայց Հիսուսը մեջտեղ չկա։ Երևցածին համադ աս երկու աշակերտները լսած չէին Հիսուս Քրիստոսի երևիլը Մարիամ Մագդաղենացիին։ Երբեմն բագաս դեղեցությունն ալ հավատացյալի մեջ կասկած կարտնցնի։ Այս աշակերտները դրտմած էին։ Հոգևոր դրտմությունը, հոգևոր ճշմարտություններու հասկացողության բագասեն հարաճ կա։ Հավատացյալներ երբեմն հագումը tendency ունենան անմիջական ներգայի բարականերուն վրա զառանալ, կամ թե ընդհանուր Աստծո ամբողջ ծրագիրը տեսնելու։ Այս աշակերտները հուսահատ էին։ Հուսային, որ անիկա էր, որ Իսրայելը պիտի ազատեր, երկրի վրա իր թագավորությունը հիմնելով։ Հիսուսը զորավոր մարգարե կտեսնեին, բայց ոչ մեսիան։ Այս աշակերտները կասկածե կդարավեին։ Առաջին գետը հասկանալու պետքը 17-րդ համարի մեջ եւ 19-րդ համարի մեջ Հիսուս այս աշակերտներուն երկու հարցում կհարցնի։ Ինչ են այդ խոսքերը, որ քալելով իրարու հետ կխոսակցիկ, մի քանի բան ասելն են, ետքը գսե ինչ։ Հիսուս լավ գիտեր անոնք ինչ կխոսեին։ Ինչու համար աշակերտներուն այդ հարցումները հարցուց, ինչ էր նպատակը Հիսուսի։ Այդ ժամանակին ըստ երևույթին հրյա հավատացյալներուն մեջ հատուկ մոտեցում կար Աստծո խոսքին։ Մեկ բաժինը գարնեին եւ ադոր վրա կարևորություն կտային, բայց միշտ բաժինը գանդեսեին։ Եվ ասի ըստ երևույթին սովորական մոտեցում ուներ։ Օրինակի համար Զեբեդեոսի որդիները Հակոբոս եւ Հովհաննեսը ըսին Հիսուսի. «Շնորհեմ էսի, որ նստիկ մեզ մեկը աջ կողմը, մյուսը ցախ կողմը ու парքիտ մեջ»։ Բայց երբ Հիսուս ցերպակալվեցավ, բոլոր աշակերտները մեջը լալով Հակոբոս եւ Հովհաննեսը թողուցին զանիգա եւ փախան։ Հիսուսի թագավորության մեջ ուզեին բաժին ունենալ, բայց իր խաչելության, չարչարանքներուն մահվան մեջ չէին ուզեր բաժին ունենալ։ Ուրիշ օրինակն է, երբ Պետրոս Հիսուսի ասավ. «Քավլիցի դեր այդ բանը քեզի ըլլա»։ Երբ Հիսուս իր աշակերտներուն ասավ, թե ինք պետք է որ Երուսաղեմ երթա, սպանդվի եւ երրորդ օրը հարություն արվի։ Բայց Պետրոս սպանության վրա կետրոնացավ, քան թե երրորդ օրը հարության վրա կետրոնանալու։ Էմաոսի ջամբու վրա այս երկու աշակերտները այս տեսակի մոտեցում ունեին Աստծո խոսքին նկատմամբ։ Ուրեմն Հիսուս անոնց այդ հարցումները հարցուց, որբեսի անոնք պատմեն իրեն այդ բոլոր բաները, որ բադահած էին, իրենց մե ուզեց լսել, որբեսի իրենք վերլուծեն իրենց մտքի մեջ, անդրադառնան իրենց շատ բան չգիտնալուն, թագակիցի մեջ ասենք իրենց հոգևոր դքիդության, հստակը լա իրենց կացությունը եւ անդրադառնան իրենց դժվարության եւ պետքին, ինչ էր իրենց պետքը,
հասկանալ Աստծո խոսքը ամբողջությամբ։ Հիսուս իրենց գիտակցության հանձնեց այս պետքը, իրենց ատ ուղղությամբ տանելու։ Այս աշակերտները պետք է հասկանան, թե Հիսուս հարություն արավ եւ Հիսուս Գաբրիել, պետք է հասկանան, որ բոլոր եղածները Աստծո ծրագրի մեկ մասն են։ Եվ թե այս բոլորը մարգարեներուն խոսքերում մեջ արդեն գրված են եւ իրենք պետք է գիտնային։ Մեզ համար այս օրերուն մենք հարցումներ ունենք, դժվարություններ ունենք, խրտին հոգեվոր հարցումներ ունենք, անոնց արժեվ երբ որ գուքան պետք չէ խուսափենք, պետք չէ ասենք ասմիտը շատ զաներ է, ինձ համար դժվար է, մեկ դիտրեն, ոչ, այդ challenge-ը առնենք, պետք չէ խուսափենք եւ անոնց պատասխաններ Աստծո խոսքին մեջ են բրբնենք, Աստծո խոսքը Քրիստոս մեզի մեր հոգեվոր պետքերուն դժվարություններուն պատասխանները Քրիստոս մեզի տվա։ 25-րդ համարի մեջ Հիսուս անոնց ասավ, ով անմիտներ եւ թուլասիրտներ։ Անմիտ սուրբ քրային արումով գակնարկե հոգևոր գուրություն, Աստծո ծրագրին հմուտ չեղող։ Իսկ թուլասիրտ կնշանակե վարանող, hesitant, վարանող նման վստահելու մարգարեներուն խոսքերուն, ինչ կվերապերի Հիսուսի նկատմամբ։ Ասիկա բարոյական հանդիմանություն մներ Հիսուսին իրենց։ Անոնք հավատքը լքած չէին, հավատային թե սուրբ գիրքը Աստծո խոսքն է, բայց 5 դագարանի մարգարեություններուն ավելի նկատողություն եւ կարեւորություն պետք է դային, որովհետեւ անոնց կատարվելը Հիսուսի մեջ տեսնեին։ Հիսուս այս աշակերտներուն Աստծո խոսքին հանդեպ իրենց ունեցած սահմանափակ մոդեցումը ցույց տվավ եւ իրենց հասկանալու պետքը Երևան հանեց։ Երկրորդ կետը հասկանալու աղբյուրը, հիմա որ Հիսուս իրենց միտքերը բերավ ու որ պետք է լա եւ իրենց հասկացուց որ դու հասկանալու պետք ունիս, հիմա իրենց հասկանալու աղբյուրը ցույց կտա Հիսուս։ 26 եւ 27-րդ համարներում մեջ Հիսուս անոնց հասկանալու աղբյուրը ցույց տվավ, անասավ, չէ որ պետք էր որ չարչարանքներ, չէ որ Քրիստոս պետք էր որ այս չարչարանքները գրեր եւ իր փառքը մտներ։ Գարտացեք Եսայի 53, գարտացեք Դանիելի մարգարեի 9-րդ գլուխը, գարտացեք եւ պիտի հասկանաք, թե Քրիստոս պետք էր այս չարչարանքները գրեր եւ իր փառքը մտներ։ Իսկ 27-րդ համարի մեջ կսե ու սկսելով Մովսեսեն եւ բոլոր մարգարեներեն կմեկներ անոնց ինչ որ իրեն համար բոլոր գրքերում մեջ գրված էր։ Աստվածաշունչի լավագույն մեկնիչը, մեկնաբանը իրենց մտքերը զարգացուց եւ ընդլայնցուց Աստվածաշունչով։ Աստվածաշունչին մեկնությունը միայն Աստվածաշունչը գրնա ընի։ Պատմությունը անշուշտ կշարունակվի, երբ անոնք կմոտենան այն քույրին, կստիպեն, որ Հիսուս իրենց քով գնա, երբ Հիսուս անոնց հետ սեղան նստավ, հացը արավ, օգնեց, կդրելով դվավ անոնց, այն ադեն անոնց աչքերը բացեցան, ուզիկ ճանցան որպես հարուցյալ Քրիստոս։ Ինչ ունի Աստծո խոսքը մեզի ըսելիք այս պատմության մեջը։ Աստվածաշունչը եւ մանավանդ 5 դագարանի մարգարեությունները անհրաժեշտ կարևոր են Քրիստոսի ինքնությունը եւ առաքելությունը հասկանալու։ Հավատացյալներ հաճախ պետք է եւ Աստծո խոսքը կքաչալերեն, որ սերդեն Աստվածաշունչը, որովհետեւ իրենց հարցերուն պատասխանը Աստվածաշունչեն առնեն։ Խորունկ հասկացողություն ունենան Քրիստոսի ինքնության եւ առաքելության մասին եւ Քրիստոսանման կյանք ապրին։ Մեր աղոթքն է եւ պապակն է անշուշտ բոլորնից, որ այս սուրբ հարության օրվա մեջ Տեր Հիսուս Քրիստոս մեզ ամեն մեկուն սրդերուն եւ հոգիներուն այցելե, որովհետեւ այս ճշմարտությունները իրականը լան մեր կյանքերուն մեջ է։ Մեզի հետ եկա, մեր շփոթությունները շտկե, մեր ուղղությունը թե Աստծո խոսքին տանի եւ որովհետեւ մենք այդ երկու աշակերտներուն պես ետ թեպի Երուսաղեմ դառնանք։ Եվ աստորը թողնա Տեր Հիսուս Քրիստոսի հարուցյալ անվան փառքին համար։ Ամեն։ Քրիստոս հարյաբի մերելոց։ Մեր ասուլի երկարաները, տեխնիկները թիվ երկրորդ երկրորդ գաբրի։
Ծառայեմ ես այսօր Վերջինը որ հարյա Գիտեմ նստած է քո հոր ու Գաբրի արտիրավ Լսեմ իր ցայնի շրջում Տեսնեմ ցեկնի քթով ու կարողի ճիշտ լահուն ինձ միշտ է մոտ Գաբրե Քրիստոս Գաբրի ահա Անը ինձ է խոսե ինձ է յանքի ջամփում առա Գաբրե որ դա մեզ բարգոթյոն ինչպես գիտեմ որ Գաբրին Գաբրե մեջս ահա օգազություն իրորդյա մի շուրջս նշմարեմ Թեև հոգնած կսկաmal երբեք ուսաչեմ Գարաշնորդ է գիտեմ նա մեջ չեն Խիստովերու Օրնան բիդի երևնազի սարնելու Գաբրե Քրիստոս Գաբրի ահա Դալե ինձ է խոսի ինձ է յանքի ջամփու վրա Գաբրե որ դա մեզ բարգոթյոն ինչպես գիտեմ որ Գաբրին Գաբրե մեջս ահա ով Քրիստոնյա ուրախներ երբե ացրդակին հավերժական օրներներ Իսուս մեծ արքային ուստեր զիպտրողներում խնդրոմի օգնական Քանզի իսերն է անհոտ կուտանման Գաբրե Քրիստոս Գաբրի ահա Դալե ինձ է խոսի ինձ է յանքի ջամփում վրա Գաբրե որ դա մեզ բարգոթյոն ինչպես գիտեմ որ Գաբրին Գաբրե մեջս Good morning, everyone. Happy Easter, and Christ has risen. Amen. My name's Coco as well, and I'm from ACOP, proudly representing today. So, today marks the greatest day in history, which is the resurrection of Jesus Christ of Nazareth. This is a living testimony of God's power, grace, and love. This reminds us that our Savior, Jesus Christ, demonstrated himself not only as Lord, but also as the perfect servant leader. So, if the same Jesus who conquered death chose to lead with humility, love, and grace, shouldn't we as his followers also do the same? Now, before I get into the message itself, I would like to share a mini testimony. And as I share today, I invite you all to keep this story in mind as we walk through the points that God has put in my heart. There was a time at camp when my church family was called to lead worship before the message. And after a very heartfelt night of worship, a leader came up to me and completely discouraged me. If it weren't for my brother in Christ, who stood by me and shielded me, I would have been left bitter and confused. Many Christians see themselves as leaders, but do their actions truly reflect how Christ calls us to lead? So, Jesus Christ changed the values of leadership. He never boasted about his godly powers, but instead, he laid down everything for us. We see this firsthand in John chapter 13, verses 12 through 15, when Jesus spoke to his disciples, where it says, "When he had finished washing their feet, he put on his clothes and returned to his place. 'Do you understand what I have done for you?' he asked them. 'You call me teacher and Lord, and rightly so, for that is what I am. Now that I, your Lord and teacher, have washed your feet, you also should wash one another's feet. I have set you an example that you should do as I have done for you.
In this case, Jesus commanded the disciples to act in the same humble manner that he did. If Jesus, the perfect and worthy King, is humble, then who are we to walk around and condemn with pride? When Jesus was washing his disciples' feet, he didn't say, "Oh, look at how ashy and dirty John's feet are," or "Why is there so much dirt under Peter's toenail?" No. Instead, Jesus washed their feet, and he did it with love and no hesitation. As leaders and servants of Christ, instead of judging, we should take Jesus' example of his attitude and actions towards serving and leading. Amen. Jesus' life calls us to humble ourselves. Just to clarify, to be humble doesn't mean that you should think of yourself less. It means that you should think of yourself less, not that you should think less of yourself. There's a difference. Going back to the story, my brother stepped in to protect me, showing the kind of humility every leader for Christ should have. But why is it important to be humble as a Christian? Well, this is because with humility comes wisdom, as is stated in Proverbs chapter 11, verse 2. And in order for us to be humble, we must position our hearts in a way that we can hear from God. Once we do that, the doors finally open up for us to receive God's wisdom. Jesus, the wisest leader, led not with pride, but with surrender and service, which showed us as Christians that wisdom comes from our obedience to the Father. If we want to serve in the ways that Jesus did, then we need wisdom from God to be able to do so. We gain God's wisdom only when we realize that we need Him more than the worldly knowledge or any knowledge of the world. Amen to that song, At the Cross, that's right. So, with being humble, we must also love in the way that God has called us to. With the crucifixion of Jesus Christ, Jesus displayed the most ultimate act of love, which was, laying his life down for us. And how many of us are willing to die on a cross with pierced hands and feet under the scorching sun for hours, being mocked and humiliated, all for the sake of those we love? Jesus committed the ultimate act of love because he is love. And the clearest definition of love is found in 1 Corinthians chapter 13, verses 4 through 7, where it states that love is patient, love is kind. It does not envy and it does not boast. It is not proud, it does not dishonor others, it is not self-seeking, and it is not easily angered. It keeps no records of wrong. Love does not delight in evil, but rejoices with the truth. It always protects, always trusts, always hopes, and always perseveres. Who are we to deserve such a perfect and unconditional love? This is the definition of agape love, which is sacrificial, selfless, and unconditional. This fully mirrors and represents God's love for us. And as Christians, how can we claim to know a God who is love, yet still put our sisters and brothers in a place where we break them? In John chapter 15, verse 13, it says, "Greater love has no one than this, to lay down one's life for one's friends." When Jesus died on that cross for our sins, when he sacrificed his life for us, he showed us that true love is giving and not taking away. In that moment of hardship, my brother in Christ gave me the encouragement and strength I needed to keep praising and worshiping God. This is what a true leader should do. It is unfortunate that there are many leaders out there within the churches who are being misled by this judgmental culture, which goes against what Jesus calls us to do. Jesus didn't come to condemn, but to save. As Christians, we are quick to judge and dismiss sometimes, and this goes against the grace that Jesus calls us to have. Jesus clearly states in Matthew chapter 7, verses 1 through 2, "Do not judge, or you too will be judged. For in the same way you judge others, you will be judged, and with the measure you use, it will be measured to you." Many of us are more judgmental of others because we feel ourselves to be greater and more righteous, which is simply not true, as well as that we are sinners and we have all fallen short of God's glory. Just to put things into perspective, we judge when we think the worst of others. We judge when we criticize a person's life only during their worst moments. We judge when we give into the pride of our flesh. Jesus' leadership was rooted in love. Whether it was a woman caught in adultery or a thief on the cross,
He offered mercy when the world offered stones. In John chapter 13, verse 35, it states, "By this they will all know that you are my disciples, if you have love for one another." Jesus said that love is going to be what identifies us as his disciples, followers, and servants. All of this, his humility, his mercy, and his leadership, all comes back to the cross. That's right. Amen. He died on that cross for me and for you guys, for all of us. All of his leadership is based off of love. Amen. Amen. The empty tomb not only proves that Jesus is a wise teacher and a good man, but that he is God. He conquered death, not with an army, but with surrender. That's right. And he rose, not to sit distant in heaven, but to reign forever in our hearts. His resurrection invites us into a new Նմանի life. կոկոյը խորը նման այսպես հոգի ունենանք, Այո, որ մարդոց զարավ ունենանք հոգիները Քրիստոսին դալի։ Հալելույա։ His resurrection invites us into a new life with a new way of leading, loving, and living. It reminds us that we are no longer bound by pride, by judgment, or by sin, but that we are made new, resurrected with Christ to reflect his light to the world. Do not be a leader that breaks what the Lord intends to build. Be the leader and servant that serves Christ and those around you humbly. Be the leader that loves above all else. Be the leader and servant that Christ serves, that serves Christ and those around you humbly. Be the leader that runs away from evil. Be the leader that understands that the life we have is not for our own sake or our own glory, but for the glory of Jesus Christ. Thank you, and God bless you all. Հանակ մեր երկարանը չոր, էչը հարոցյալ է դերն այսօր։ Հարուցյալ է դեր այսօր, հալելույա, ահաղթող է և հզոր,
Սպան հաչի հալելույա Վերջին համար հարուցյալ է ներվեր հալելույա Ընալով դժոց հավեր հալելույա Բիրիշ վետարե անվեջ հալելույա Ուրմագի մեր սրդից մեջ Շնորհակալ ենք բոլորին անգամ որ եւս եկանք հավաքվեցանք դերը մեզի այս առավոտը ցույց տվավ մենք մեր պաշտամունքի ավարտին գահստենք մեկ երկու հիշեցում որ գտնանք քիչ մեր այս պատրաստված սեղանի մոդենալ նախաճաշով իրար հետ մեր հաղորդակցությունը fellowship-ը շարունակել հատուկեն գուզեմ շնորհակալություն այդտեղ մասնակցող բոլոր եկեղեցիներուն ուրեմն ACOP Պազնազ հայ առաքելությունը և հայ ավետարան եղբայրներու եկեղեցի, հայ գիլիկի ավետարանական եկեղեցի, հայ եղբայրության ասաշունչի եկեղեցի, իրենց հովիվներով, վարչական գազմով, ծառայողներով և իրենց ներկայացուցիչ երկու սիրելի քարոզիչներով, քոկոներով, քոկո և քոկո շնորհակալ ենք ձեր աշինիչ պատկաներուն համար. Thank you for those beautiful words, inspired words from the Lord. Շնորհակալ ենք մեր նվագախումբին համար, որ գնամս էլ ամեն ինչ է, հոս Շահան Կիլավյանը, Գարո Սուլայանը և մեր երկու հովիվները, որ նախ ունեցանք վերաբادری Սողոմոն Կիլավյան, որ մեր Փասադնյակ քաղուտի մեջ է, Գաբրի և պիտի հրավիրեմ այժմ վերաբادری Հովսեփ Մատոսյան, որովհետեւ փակման աղոթք կընե և բոլորի դար շնորհակալություն, որ անգամ ևս եկանք. Բարեց անհավատ մը փոքրիկ աղջիկան թեմ նստած էր և գիտեր որ այդ փոքրիկ աղջիկը Հիսուսի գավադա հսավ թուն որ Հիսուսին գավադաս էցուն Քրիստոս ներգանի այս փոքրիկ աղջիկը պատասխանեց գավադաման Քրիստոսին որ ուրբաթ օրը խաչվեցավ մերավ և գիրագյորը հարությունը որ գավադաս Երեխն ջեի որ եթե կարելի է քույրեր զորավոր գերբովսեն Քրիստոս հարյավի մերելոց և եղբայրներ պատասխանեն օրհնյալ է հարությունը Քրիստոսի պատրաստ քույրեր Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի այս սկանչելի բահման համար սիեզական պատմական բահման համար ով դեր մեզ սրդերը ուրախությամբ լեցված են գվաշտենք ես գպարավորենք ես գմեծարենք ես գխոնարենք ու արջևըտ և գեգրբակենք կեսի աս հաղթանագի օրվան համար այս փոլորը գարկատվեցիր դեր Հիսուս մեր սիրուն համար մեզ մեր մեղքերեն փրկելու համար մեզի հավետական կյանք շնորհելու համար օրհնյալ Աստծուն օդեր գաոթեմ որ բարձ հիշադակություն չլա հարության օրը ապա մնայուն հարության զորությունը երևա մեր կյանքերու մեջ ամեն օր ամեն ժամ ամեն բարականերու վրա լեցուր մեզ քեզնով քու սիրովդ քու զորությանբդ և թող աշխար հստակ կերպով գիտնա, որ մենք քեզի պատկանենք։ Դու ներն ես, մեր փրկիչն ես, մեր Աստվածն ես, մեր հովիվն ես, մեր բարեկամն ես։ Ով դեր ներկաներ օրհնե, հովիվներ օրհնե, երեցներ օրհնե, մասնակցողներ, պատկամներ, սկանչելի, նվակ, ով դեր այս ներսնչիչ բահը թող քեզի ընդունել է Ալլահ։ Parավորve, mezarve.
եւ իմ ամեներոջ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու քաղցր հաղորդակցությունը յուրաքանչյուրիս հետլավորոս ներկայ է եւ ապա մեր ազգի զավակներուն տարածված աշխարհի ամեն կողմ այժմ եւ միշտ հավիտյանը սաբելից օրհնյա ամեն